Այս քրեական վարույթը պարզ մոտեցման բասեմ, որպեսզի մեր հասարակության էլ հասկանալի լինի, ամենայն հայոց կաթողիկոսի բացառիկ տնօրինությանը, տնօրինչական լիազորությանը վերաբերող որոշման առիթով է, որին պետությունը միջամտել չի կարող։ Այսինքն ամենայն հայոց կաթողիկոսը կայացրել է իր հայրապետական տնօրինությանը վերաբերող բացառիկ որոշում, որը բացառապես իր լիազորության մեջ է, իր տնօրինության մեջ է, եւ պետությունը փորձում է հիմա միջամտել այդ որոշման կայացմանը քրեաիրավական գործիքակազմի կիրառման սպառնալիքով։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, թե ձեր մասնագիտական պրակտիկայում կամ դրանից դուրս, չգիտեմ, այսպես որպես պատմական պրակտիկայում, հանդիպել եք այսպիսի նախադեպ։ Ինձ թվում է Հայաստանի Հանրապետությունը չի հանդիպել նման դեպք, երբ որ ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քննվի քրեական գործ կապված իր բացառիկ իրավասության մեջ մտնող որոշման կայացման հետ։ Իրավունքը, չգիտեմ, իրավաբանությունը թույլ տալիս է, որ սա վիճարկվի միջազգային արձակուրդ։ Նկատի ունեք որոշումը վերջնական դատարանի։ Չէ, որ առհասարակ վարույթ է նախաձեռնվել։ Ընդհանրապես նախ այս ամբողջ process-ը, լեգիտիմ process չէ, գիտենք, ընդհանրապես լեգիտիմ process չէ, եւ ավելին միջազգային եվրոպական դատարանի որոշումներ կան, որտեղ հստակ սահմանազատվում է, նաեւ Հայաստանյան սահմանադրությունը այդ մասին խոսում, որ հստակ պետք է սահման գծվի, պետության, միջամտության, եկեղեցու կամ ցանկացած կրոնական կազմակերպության ներքին կյանքի միջև, իսկ այս դեպքում պետությունը ջնջում է այդ սահմանները։ Նախորդ դատական նիստին, ինչպես տեսանք, դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց կաթողիկոսին դատել այս անգամ, այս դատավորից ինչ ակնկալիքներ ունեք։ Չենք կարող ասել իհարկե, գիտեք, գործը զգայուն գործ է, հարգելներս, համենայն դեպս տպավորությունը վատը չէ դատավորից, չեմ կարող ասել ինչպիսի որոշում կկայացնի այս գործով։ Բայց որքանով էր իրավաչափ նախորդ դատավորի որոշումը այդ հիմքով։ Չեմ կարող քննարկել իրականում իրավաչափությունը իր որոշման, ամենայն դեպս դատավորը հրաժարվեց ամենայն հայոց կաթողիկոսի վերաբերյալ գործ քննել։ Ես կոնկրետ ողջունում եմ այդ քայլը արդեն ինքնին։ Իհարկե ավելի ողջունելի կլիներ, որ քններ եւ արդարացներ կամ հենց ի սկզբանե, քրեական հետապնդումը դադարեցներ արդարացման հիմքով, բայց դա էլ է լուծում։ Ինչպես նախապես հայտարարվել էր, վեհափառը չի գալու նիստին, չի մասնակցել։